սիր ջան, հետևորդներ ջան։ Ճիշտ ասած Instagram-ում ու Facebook-ում շատ ավելի լավ է աշխատում այս ալգորիթմները, ես չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ, ամենադժվարը YouTube-ի հետ է, բայց միևնույն է, եկել եմ խոսամ, անգամ եթե մի հոգի ինձ լսի, էլի լավ է, շատ հոգնած եմ, բայց ավելի շատ երևի հոգեպես եմ հոգնած, կներեք ես գնացքի ձայնն է, կյանքի գնացքն է գնում, ասում է, եթե գնացքը գնացել է, մի վախեցեք, ինքնաթիռները կան ու կան, միշտ լավատես ենք, լավ ինչի մասին եմ ուզում այսօր խոսամ, վաղուց եմ ուզում, շատ վաղուց եմ ուզում խոսամ այդ բանի մասին, ու եթե անգամ 1-2 հոգի լսեն այս իմ խոսքերը ու սթափվեն, շատ ուրախ կլինեմ ու շատ երջանիկ, ինչի համար եմ շատ բորբոքված եմ վերջի ժամանակները անընդհատ Facebook-ում գրում եմ, ամուսնացած տղամարդիկ ինձ չգրեք, ամուսնացած տղամարդիկ ինձ չգրեք, ժողովուրդ ինչ ա ձեր հետ կատարվում, ով որ չի գրում ընտիր, իրանք իմ աղբերներն են, բայց մեկ էլ տեսար կհայտնվի մեկը ու կասի բարև ձեզ, ինձ զուգընկեր ա պետք, ասենք դուք այդ կարգի եք արդեն խանգարվել ժողովուրդ ջան, ասենք ու անունը փոխած, բայց գրած ավ բրակ է, ասենք դու ամուսնացած ես, թե դու բրակի շարքի մեջ ես գտնվում անորակների, ժողովուրդ տղամարդիկ ջան հերիք է, եթե աղջիկները ինչ-որ հավես նկարներ են գցում, ինչ-որ թիթիզանում են, թիթիզ նկարներ են գցում, դա ձեր համար չի սիրելիներս, դա ուղղակի իրանք տենց ինքնա արտահայտվում են, ու հաստատ իմացեք, որ դա ձեր համար չի, երբ եք դուք հասկանալու, որ անգամ աղջիկները, չգիտեմ, բաց են հագնվում, կամ չգիտեմ, դա ձեր համար չի, միգուցե դա ինչ-որ ինքնարտահայտման ձև է ու իրանք ինչ-որ աղջիկներին են ուզում ցույց տան իրանք ինչքան ոճային են, կամ ուղղակի իրանց դա դուր է գալիս, եթե դուք տեսնում եք ինչ-որ մի աղջիկ թիթիզա, չի նշանակում, որ դուք պետք է իրան գրեք, ոչ մի իրավունք դա ձեզ չի տրվում դրանով, երեք ուղղակի ինչ-որ մեկը գրել է ու ասում եմ կներեք էլի, ասում եմ, եթե ինչ-որ օգնության կարիք ունեք, չգիտեմ, ես ձեզ կարող եմ օգնել, բայց եթե դուք ինձ ինչ-որ ուրիշ հարցերով եք գրել, ասում եմ, ինձ պետք չի, ու գիտեք ինչն է հետաքրքիր, ու իրանք տարածվում են այդքան բանից հետո, ու հեչ իրանց հետաքրքիր չի, որ իրանք դավաճանում են իրանց աղջկան, իրանց կնոջը, այսինքն դու հոգեբանական կապ ես ուզում ստեղծես էմոցիոնալ կապ ինչ-որ մեկի հետ, որ ինչ լինի, որ կյանքդ հավես լինի, ու եթե դու ասես, որ դու քո կնոջը չես սիրում, մի բան է կվիրավորվի, սիրելիներս ինչ եք ման գալիս, ինչ եք կորցրել, եթե չեք սիրում ձեր կնոջը, բաժանվեք ուրիշի հետ ամուսնացեք, բայց մի խաբեք իրան, ասենք բոլորը ժամը 6-ից հետո պարկեշտ ամուսիններ եք, ինչքանով եք դուք ձեզ հարգում, տենց կրուտո եք ձեզ զգում, երբ որ ուրիշի կնոջը գրում եք, ուրիշի ընկերուհուն գրում եք, կամ ուղղակի աղջկա եք գրում, դուք ամուսնացած եք, ինչի համար եք գրում, ասենք ինչի եք մեղքի տակ ընկնում, ինչ եք ուզում եք խաղակ գցեք իրար, հենց հիմա ուղղակի դիմում եմ բոլոր աղջիկներին, եթե անգամ չգիտեմ, հետևորդների մեջ մի հատ կամ երկու հատ աղջիկ, կներեք հատով եմ ասում, բայց տենց եմ ուզում, գիտեմ, որ հատով չեն ասում, ես տենց եմ հիմա ուզում, տենց եմ ասում, աղջիկներ, ես ձեզ խնդրում եմ, երբևէ չպատասխանեք ամուսնացած տղամարդկանց, որովհետև իրանք ուղղակի ձեր հաշվին ուզում են կայանան, ինքնահաստատվեն, իրանց պոտենցիալը փորձեն, իրանք ձեզ չեն սիրում սիրելիներս, ինչքան էլ միայնակ զգաք ձեզ, ինչքան էլ ձեզ լքված զգաք, ինչքան էլ ձեզ անօգնական զգաք, ես ձեզ խնդրում եմ, 1000 ու մի ձև կա դուրս գալու այդ իրավիճակից, գնացեք ինչ-որ միտեղ պարելու, գնացեք ինչ-որ միտեղ զվարճացեք, գնացեք ինչ-որ միտեղ լողացեք,
Գնացեք ի վերջո ձեր գլուխը պատին խփեք կամ ձեր մատը կտրեք թող արուն գա, բայց երբևէ ամուսնացած տղամարդու հետ որևէ առնչություն չունենաք, ոչ զգացմունքային, ոչ ֆիզիկական, ոչ ֆինանսական որևէ կախվածություն, ոչ մի կախվածություն, ոչ մի ամուսնացած տղամարդուց։ Ես գիտեմ ինչ եմ խոսում, բազմաթիվ կանայք այսօր շատ տառապում են այդ հարաբերությունների մեջ, բազմաթիվ երիտասարդ աղջիկներ, որոնք ընկել են այդ թակարդը, այդ ծուղակը։ Ես հասկանում եմ, երբեմն լինում է, որ դու էմոցիոնալ ինչ-որ անկման մեջ ես, կամ տուպիկի մեջ ես, փակուղու մեջ ես, դու միայնակ ես, ինչ-որ մեկը կարող է ֆինանսի կարիք ունի, ես ձեզ հասկանում եմ, իմ սիրուններս, բայց ես ձեզ խնդրում եմ, ժամանակին կանգ առեք, ես հասկանում եմ, որ դա շատ դժվար է, երբեմն դուք սիրահարում եք, որտեղ դուք փիսիկներ եք, դուք լավն եք, դուք բարի եք, դուք հավատարիմ շնիկների նման իրանց սիրում եք, դուք գիշերով տառապում եք մի մարդու համար, ով իր կնոջը գրկած քնած է, դուք տառապում եք մեկի համար, ով որ մի հատ ավելորդ SMS գրեք, կասի վայ, զզվեցրեց, թողեց, ով ձեր մոտից գնալուց հետո լողանալու է, որ հանկարծ ձեր վրայի հոտը չգա, ու գնալու է մի փունջ ծաղկե փունջ գնի ու գնա իր կնոջ մոտ ու իրան ասի, որ իրան շատ է սիրում։ Դուք ում համար եք տանջվում ու ում հետ եք որոշել ձեր կյանքը կործանեք, ում համար եք ձեր տարիները նվիրում, կասեք։ Մի բավականին տարիքով կին, չեմ ասի ծեր, բայց բավականին իբր թե խելացի կին, ես իրան շատ սիրում հարգում եմ, բայց գիտեք ուր է մեր ուղեղը ընդհանրապես, ես չգիտեմ, երբեմն մենք կանայքս Այնքան ենք հիմարանում, ինձ ասում է, գիտես, ամուսինս ասում է, երբ որ ես գնում եմ ինչ-որ մեկի մոտ ձախ, հետո գալուց հետո քեզ ավելի շատ եմ գնահատում ու ավելի շատ եմ սիրում, ու ինքը դա այնքան սենց հպարտորեն է պատմում ու դրանից ինքը նենց է վադուշվլյացա լինում, ոգևորվում, նայում եմ իրան, ասում եմ, երանի քեզ նայեմ քո տարիքին, թե քո խոսածած խոսքին, այսինքն, լավ թող ամեն օր գնա ու գա քեզ ավելի սիրահարվի, տղամարդիկ ջան, ձեր ցավը տանեմ, այդ ոնց եք դուք կարում։ Երգը, որ ասում է it is a world's man's world, այսինքն սա տղամարդկանց աշխարհ է, ես հասկանում եմ, որ սա տղամարդկանց աշխարհ է, սա միշտ եղել է տղամարդկանց աշխարհ։ Եղել է կա ու երևի թե կլինի, դուք որոշում եք մեր տրամադրությունը, դուք որոշում եք մեր կարգավիճակը, դուք որոշում եք մեր ուրախությունը 5 րոպե տևի, թե մի օր տևի, մեր ամեն ինչը դուք եք որոշում, հասկացանք, դուք ուժեղ սեռ եք, բայց գիտեք, մի պահ քայլ անելուց առաջ մտածեք հետևանքների մասին։ Երեք մի տղամարդ ինձ գրում է, դուք հիանալի եք, ես ուզում եմ ձեր հետ շփվեմ։ Լավ, այդ որ ես հիանալի եմ, ես նոր չի որ գիտեմ, դա արդեն 40 տարուց ավել է գիտեմ, որ ես հիանալի եմ ու իմ նմանը չկա։ Լավ, իսկ ու ես իրան գրում եմ, լսի, դու այնքան հիմար ես, որ անգամ դու չգիտես ես ով եմ։ Լավ, ես քո հետ հարաբերություններ սկսեցի, ես չէ, ռիփսի մեն, քո հետ հարաբերություն սկսեց։ Դու չես մտածում, որ կարող է հանկարծ ինքը որոշի քո ընտանիքը քանդի, որոշի քո կնոջը ասի, ասենք տակացակ շփվեցիք, ինչ գիտեմ, մի տարի է, 2 տարի է, կես տարի է, հանկարծ ինքը որոշեց, որ քո կնոջը, քո հարազատները ինչ որ մի ձև ասելու է, որ դու իր հետ կապ ունես, դու ընդհանրապես չես վախենում, ասենց վախենում եմ, ասացի, բա որ դու այդքան քաքլան ես, ինչի ես ինձ գրում, այսինքն ինչի համար եք դուք անում մի բան, որի տակից դուք չեք կարող դուրս գալ։ Ես ձեզ խնդրում եմ մի արեք, որտեղ դուք չգիտեք, այս մի աղջիկը չի ասի, երկրորդ աղջիկը չի ասի, երրորդը կասի, բոլորը չի որ հավասարակշռված են, բոլորը չի որ կգնան իրանց տներում լաց կլինեն, բայց քո ընտանիքը չեն քանդի, սիրելիս, իմացի որ լիքը քանդված ընտանիքներ կան այս աշխարհում, լիքը, ու այդ աղջիկները ու իրանք էլ ինքնասիրություն ունեն, կարող է մի օր որոշեն, որ с меня хватит, մի արեք, մի քանդեք ձեր ընտանիքները, դուք երբեք չգիտեք ինչ աղջկա հետ եք կապնվում, աղջիկներ ջան, դուք չգիտեք ինչ տղամարդկանց հետ եք կապնվում, դուք շնիկների նման իրանց սիրում եք, իրանց համար, իրանց վրա դողում եք, ձեր ժամանակը, ձեր սերը, ձեր քնքշանքը, ամեն վարքյան, ամեն մի վարքյանը ձեր համար իր հետ թանկ է,
Իսկ ինքը ինչ է ասում, գիտեք, ով զզվցրեց։ Էդ եք դուք ուզում։ Ձեզ կասի, որ դուք աշխարհի ամենալավն եք, բայց հենց դուք կարիքի մեջ լինեք, ինքը հեռախոսալ չի վերցնի ու թույլ չի տա, որ դուք իրան զանգեք։ Ով եք դուք իր համար։ Մտածեք, հիշեք, երբ որ դուք կդադարեք ապրել երկրորդական ու երրորդական կնոջ դերում, Աստված ձեր իրական կեսին ձեզ կբերի։ Որ օրը, որ պահին դուք որոշեք, որ ոչ, ես այլևս չեմ ուզում լինել երկրորդական, երրորդական, հազարերորդական, ու փակեք այդ դուռը ձեր համար, անինքնասիրության դուռը, մի հատ հիանալի դուռ է ձեր համար բացվելու, մի հատ հիանալի հեքիաթային դուռ է բացվելու, անգամ եթե չբացվի էլ, սովորի ինքդ քո հետ երջանիկ լինել, որովհետև դու այն մարդն ես, ով որ կարող է քեզ երջանկացնի։ Ի վերջո ում անպետք հարաբերություններ, որ դու ինքդ շատ լավ գիտես, որ համ քեզ է գրկում համբուրում սիրում, համ գնում է իր կնոջն է գրկում համբուրում սիրում։ Ասենք ուր է մեր ուղեղը, աղջիկներ ջան, սիրելիներ ջան, ես չգիտեմ ում եմ ես հիմա ասում, բայց ես քեզ հիմա ուղղակի աղաչում, հետ կանգնեց սխալ ճանապարհից, որտեղ դա քեզ անդուն դա տանելու, դա խլելու է քո կյանքի ամենասիրուն տարիները, ամենափայլուն ժամանակը, դա գողանալու է քո կանացիությունը, քո սիրտը վերքերով պատվելու է, քո հիշողությունը տրավմաներով լցվելու է։ Եթե ինքը քեզ հաստատ, եթե ինքը ինչ-որ մի գումար է ունենում, ինքը ամենալավը իր կնոջն է անում։ Քեզ ինչ-որ սենց ինչ-որ մի բան, որ այնքան որ քեզ պահի բանի վրա, թակարդի վրա, ու մի հատ բան ասեմ, ում համար եք դուք տանջվում, ով որ ձեր համար ոչ մի րոպե ժամանակ չունի ավելորդ, այսինքն ամենաթանկը իրա տալիս է իր կնոջը ու ինչ-որ ժամանակի գրոշները, ասում է լավ, ոնց ես ինչ կա չկա, լավ հաջող, գնացի տուն։ Իսկ դուք կարոտով սպասել եք, թե երբ ինքը ձեզ կզանգի։ Խնդրում եմ ձեզ, ես գիտեմ լիքը աղջիկներ, ովքեր տրավմաներով ապրում են, մի աղջիկ կա կես տարի չի կարում ոտի կանգնի, աղջիկ կա 30 տարի հարաբերությունների մեջ է ամուսնացած տղամարդու հետ ու չի կարում հետ կանգնի, ամբողջ օրը տանջվում է, տառապում է։ Ու գիտեք տղամարդին չեքիաթներ ասես պատմում է, կնոջս, մեկ ասում է կնոջս հետ չեմ քնում, մեկ ասում է քնում եմ, բայց իրան չեմ սիրում։ Դուք աշխարհի ամենասիրուն արարածներն եք, ձեզանից կյանքն է ծնվում, առանց ձեզ այս աշխարհում ոչինչ գոյություն չունի, դուք որ երկնային եք, դուք որ փայլուն եք, դուք որ հրաշալի եք, տաղանդավոր եք, դուք աշխարհի ամենահզոր, ամենաուժեղ ու ամենալավ փխրուն մարդիկ եք։ Ինչի եք դուք համաձայնվում լինելու ինչ-որ մեկի երկրորդական տարբերակը։ Իմ սիրուններս, իմ սիրուն փայլուն աղջիկներս, դուք բոլորդ ունեք ձեր կեսը։ 6 միլիարդ մարդ կա, որից լիքը տղամարդ կա, ու լիքը տղամարդ կա, ովքեր ազատ են, ովքեր պատրաստ են իրանց սիրտը ձեր հետ կիսեն, ովքեր պատրաստ են իրանց կենցաղը, իրանց երազանքները, հավատացեք, հենց այն պահին, երբ որ դու կդադարես, արցունքն աչքերիդ կփակես այդ թեման քո կյանքում, կասես ես այլևս երբեք չեմ լինի որևէ մեկի սիրուհին, անգամ եթե քո ամուսինը ունի սիրուհի, փակում ես իր թեման, ասում ես ես այլևս երբեք չեմ լինի երկրորդը, Աստված քո համար նոր դռներ է բացելու, Աստված քո համար իր ձեռքերով քո կեսին սարքելու է քեզ նվիրի։ Դա կլինի ինչ-որ ժամանակ, չգիտեմ, դա մի ամսից կլինի, նույն օրը կլինի, թե կես տարուց կլինի, չգիտեմ, բայց դու որոշում կայացրու։ Ու մի բան, շատ եմ ձեզ խնդրում։ Այ երբ որ դուք մտածում եք, որ այդ տղամարդը, որ ձեզ խաբում է, ձեզ հաջող է անում, գնում է իր կնոջ մոտ, դուք մտածում եք, որ ինքը ձեզ է կարոտում, գնում է տուն ու ձեզ է կարոտում։ Չի սիրելիս գնում է իր կնոջ մոտ ու ընդհանրապես չի հիշում ձեր գոյության մասին։
Ինքը ուղղակի սենց սիրուն խոսքեր ասում է, որ ձեզ սենց պրոստը պահի իր տիրապետության տակ, իր ազդեցության տակ, որ դու հանկարծ իր հսկողությունից դուրս չգաս, ինքը գնում է իր կնոջ հետ ամենա հավեսով ձևերով վայելում է կյանք։ Ու դուք իր համար եք տանջվում։ Իր համար են ձեր անքուն գիշերները։ Ես ձեզ խնդրում եմ, ու իմացեք մի բան, երբ որ դուք ու իր կինը կլինեք վտանգի մեջ, ինքը ձեզ չի փրկելու։ Ինքը անգամ չի էլ մտածելու ձեզ փրկելու մասին, իր ուղեղի իր սրտի մեջ իր կինն է լինելու։ Դուք այդ մարդու համար եք տարիներով տանջվում։ Դուք այդ մարդու համար եք չեք քնում։ Դուք այդ մարդուն եք անդադար մտածում ոնց անեք, որ իրան լավ լինի։ Մեկին, որը երբևէ ձեզ չի ընտրելու ու չի էլ ընտրել, ում համար դուք ուղղակի զբաղմունք եք, ուղղակի շատ սիրուն ադրենալինը բարձրացնելու տեղ եք, իր զգացմունքները բորբոքելու ու կրքերը բորբոքելու տեղ եք, դա եք դուք դա այդ ճակատագիրն եք ձեր համար որոշել։ Աստվածաշունչը ասում է. հները անցան ու ամեն բան նորը։ Թող ձեր կյանքում ամեն հին բան մնա հետևում։ Այրեք այն բոլոր կամուրջները, այն կամուրջները, որոնք որ ձեզ տանում են դեպի անդունդը։ Երբևէ չլինեք երկրորդը, ոչ ձեր ամուսնու համար, ոչ ձեր տղամարդու համար, երբևէ։ Ավելի լավը դուք մնացեք միայնակ, մենակ։ Բայց ես ձեզ հավաստիացնում եմ 1500%, որ պահին դուք որոշեք, որ այլևս չեք ուզում, անհավանական դռներ են բացվելու ու դուք անգամ չեք պատկերացնում, թե ինչ տեսակ մարդիկ կարող են հայտնվել ձեր կյանքի մեջ, ու այդ ժամանակ այս մարգարեական խոսք եմ ասում, երբ որ դուք հրաժարվեք այդ հիմար հարաբերություններից, կգա տղամարդ ձեր կյանքի մեջ, ում դուք բացարձակ չեք էլ երազելու չեք պատկերացրել, կգա ու կասի. ես ամբողջովին քոնն եմ, ու դա չի լինի հեքիաթ, դա չի լինի շինծու։ Գիտեք, երբ որ Աբրահամը շտապեց երեխա ունենալ, ինքը մտավ ծառայի ծոցը Հագարի ու երեխա ունեցավ, բայց այդ երեխան անեծքի երեխա էր։ Ինքը պետքա մի քիչ էլ սպասեր մինչև իր կինը Սառան երեխա ունենար, բայց ինքը շտապեց։ Կարիքից դրդված երբևէ չգնաք ոչ մեկի մոտ, որ սեռական հարաբերությունները առողջություն չեն տա ձեզ։ Այն որ ասում են, այնքան որ կարևոր առողջությունն է, սուտ է սիրելիներս, ձեր հոգեկան առողջությունը որոշում է ձեր ֆիզիկական առողջությունը։ Ամենակարևորը ձեր հոգեկան առողջությունը, ձեր այդ սիրուն, պուպուշ երազանքները, ձեր այդ քնքշությունը, ձեր այդ ամբողջ պաշարը սիրով, որ դուք կուտակել եք, դա ամուսնացած տղամարդու համար չի, իմ սիրուններս։ Դա ձեր տղամարդու համար է, ով որ մի օր գալու է ու ասի only you, միայն դու, ու հավատացեք, որ դա լինելու է, ու մի օր միգուցե հիշեք իմ այս խոսքերը, որ ես ասել եմ, որ օրը դու կհրաժարվեք հին բաներից, հին փչացած բաներից, նոր բաները լինելու են։ Գիտեք, հին տիկերի մեջ նոր գինիներ չեն լցնում, նոր գինի լցնում են նոր ու մաքուր տիկերի մեջ։ Ես ուզում եմ, որ բոլոր աղջիկները լինեն երջանիկ։ Տղաներ, խնդրում եմ ձեզ, հեռու մնացեք, ձեր ձեռքերը հեռու պահեք, անմեղ մաքուր սիրուն պուպուշ էակներից։ Եթե մտածում եք, որ իրանք միամիտ հարիվ են, իրանք միամիտ հարիվ չեն, իրանք ուղղակի շատ լավն են ու շատ բարի են։ Ու իմացեք, որ աղջիկները փող չեն ման գալիս, աղջիկները սեր են ման գալիս, ձեր փողերը իրանց պետք չեն։ Լավ եղեք։